Հավատքը միայնակ չի փրկում մարդուն։ Այն պետք է աջակցել կատարելով ճիշտ, գեղեցիկ եւ օգտակար գործեր, որոնք համապատասխանում են Աստծո հրամաններին։ Այդ ճիշտ գեղեցիկ գործերը, որոնք օգուտ են բերում թե այս աշխարհին, թե հանդերձյալին, սկսվում են ուրիշներին օգնություն ցուցաբերելով, ինչպես նշված է Բակարա սուրայի 137-րդ այրում։ Այնտեղ ասվում է. «Դու պետք է տաս այն, ինչ ամենից շատ ես սիրում, այն, ինչ քեզ համար ամենաթանկն է»։ Դրա մեկ այլ իմաստն էլ կա. դու պետք է տաս, նույնիսկ եթե ամենից շատ ես սիրում դա։ Այսինքն քեզ դա նույնպես պետք է։ Դու կարիք ունես այն բանի, ինչ պետք է տաս, կարող ես տալ այն, ինչի կարիք ինքդ ունես։ Սա կոչվում է 10-րդ այերը բացատրում է այս իրավիճակը։ Իսարն այն է, երբ նախապատվությունը տալիս ես եղբորդ, քան քո անձին։ Աստծո հրամաններին համապատասխան, գեղեցիկ եւ օգտակար գործերի օրինակներ, աղքատներին օգնելը, արտար լինելը, բռնությունից խուսափելը, օրբերին ու կարիքավորներին աջակցելը, նամազ կատարել, ծոմ պահել, զկյատ տալ, սուտ խոսելուց, բամբասանքից խուսափելը, ճշմարիտ խոսելն ու վստահելի լինելը, մարդկանց բարօրության համար աշխատելը։ 27 այր։ Բարեպաշտությունը այն չէ, որ դուք ձեր դեմքը շրջեք արևելքում կամ արևմուտքում։ Ճշմարիտ բարեպաշտությունը այն մարդկանցն է, ովքեր հավատում են Ալլահի, հանդերձյալ օրվան, հրեշտակներին, գրքին, կարպույ, անձին և ստրկության մեջ գտնվողներին, որ կատարում են նամազը, տալիս են զեկյատը, պահպանում են իրենց խոստումները և համբերում են դժվարություններում, ճգնաժամում և պատերազմի ժամանակ։ Ահա նրանք են ճիշտ ընթացքով գնացողները և հենց նրանք են, որ հասնում են վախսավորության։ 3 երրորդ այրերը։ Անշուշտ մարդը վնասի մեջ է, բացառությամբ նրանց, ովքեր հավատում են, կատարում են Ալլահի հրամաններին համապատասխան, միմյանց հորդորում են ճշմարտության և համբերության ճանապարհով։ 3 Նիսա սուրա 50-րդ այր է. Նրանք, ովքեր հավատացին և կատարեցին Ալլահի հրամաններին համապատասխան և այնտեղ կմնան հավիտյան, նրանք կունենան մաքուր զուգընկերներ և կգտնվեն արած ստվերի ներքո։